Կալուգայի Սամոյի թիմի պատմած հեքիաթներից ամենածիծաղալուն թերևս այն է, թե իրանք նախկինների հետ կապ չունեն, նոր մարդիկ են, նոր դեմքեր են։ Բա այդ դեպքում անհամեստ հարց. հրապարակվել է չէ ձեր նախընտրական ցուցակը։ Ցուցակի երկրորդ համարում Քոչարյանի դատապաշտպան, Քոչարյանի ցուցակով պատգամավոր ընտրված Արամ Վարդևանյանը ինչ գործ ունի ձեր ցուցակում։ Ձեր ցուցակում Հանրապետական կուսակցության ջատագով ներկայացուցիչ, այսպես Հրայր Թովմասյանի Սանիկ Գոհար Մելոյանը ինչ գործ ունի, Հանրապետական կուսակցության Վանաձորի համայնքապետ հանրապետականով դարձած Մամիկոն Ասլանյանը ինչ գործ ունի, Սերժ Սարգսյանի լավագույն ամենախելացի կադր Էդգար Ղազարյանը ինչ գործ ունի այդ ցուցակում, ել չեմ խոսում Քոչարյանի մտերիմներին պատկանող TV5 հեռուստաընկերության հեռուստահաղորդավարուհու մասին, որ նաև ձեր խոսնակն է, նա ինչ գործ ունի։ Կամ նույնը նաև Ծառուկյանի դեպքում։ Ծառուկյանն էլ ասում է, մենք Քոչարյանին ձայն չենք տալու։ Ցուցակը բացում ես, երկրորդ համարը Անդրանիկ Թևանյան, Քոչարյանի ցուցակով պատգամավոր դարձած Անդրանիկ Թևանյան։ Մի քիչ էլ էս խորանում էլ ավելի ֆանտաստիկ բան։ Էլինար Վարդանյան, Քոչարյանի գործող պատգամավոր։ Ուզում եք ասեք, այս մարդիկ Քոչարյանին չեն ընտրելու։ Ինչ են անելու։ Քոչարյանի գործող պատգամավորը հիմա հետո Քոչարյանին չի ընտրելու։ Լուրջ, ձեռ եք առնում։ Տարածեք տեսանյութը, թող բոլորը իմանան ու հասկանան։